Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ավակ շաբաթը սիրելի հավատացյալներ, քրիստոնեական բոլոր եկեղեցիներուն, ինչպես նաև մեր եկեղեցու համար եւ մեր ժողովրդին համար հավանաբար ամենեն շատ սպասված շաբաթն է դարվան ընթացքին։ Գսպասենք հավանաբար գարձելով, որ գեղեցկագույն շարականներն են, որ գերքենք այդ շրջանին։ Շատերու համար աղոթքները այնքան քաղցր են։ Գսպասենք, բայց հավանաբար չենք գիտեր ինչու համար գսպասենք եւ լուծումներ կառաջարկենք մենք մեզի։ Բայց կարծեմ այսօր ինձի համար հստակ է, որ մենք ինչու այս շաբաթը գսպասենք, որովհետեւ քիչ ավելի ջիկ կտապենք բոլորս ալ Հիսուս Քրիստոսին հետ լալու։ Քիչ ավելի մեր առօրյային ժամանակ կուտանք Քրիստոսի անոր հետ քալելու իր վերջին շաբթվան ընթացքին աշխարհի վրա եւ իր հետ քալելով միայն իր հետ չեն գլար, իր հետ ապրելով, իր հետ քալելով գաբրինք ներքին խաղաղությունը, ուրախությունը, հաճույքը, որ չի բացատրվիր, բայց որ գուկա նույն ինքն Քրիստոսն։ Անոր համար այսօր գուզեմ հիշեցնել եւ գուզեմ ընդգծել, որ Քրիստոսի հետ երբ քալենք, այդ քաղցությունը գվայելենք ամեն օր մեր կյանքին ընթացքին, միշտ մեր կյանքին ընթացքին, ոչ միայն ավակ շաբթվան ընթացքին։ Եվ ահա վասիկ սիրելիներ, ինչու դուք որպես ծնողներ պետք է առաջնորդեք ձեր զավակները կյանքին ընթացքին ամեն քնով Քրիստոսի հետ քալելու, Քրիստոսի ամեն մեկ խոսքին ծանոթ լալու, անով ապրելու, անով խաղաղություն գտնելու։ Քրիստոսի հետ քալեցին աշակերտները, Քրիստոսի հետ քալեցին սուրբերը եւ Քրիստոսի հետ քալեց եկեղեցին, բայց աշխարհի խաղաղություն չկդան, ներքին խաղաղություն է որ կդան։ Եվ գիհիշենք Քրիստոսի խոսքը, որ գսե իմ խաղաղությունս, որ ես ցեզի կուտամ, այս աշխարհեն չի կար։ Եվ այսօր մանավանդ եկեղեցական արարողության ընթացքին եւ հատկապես Հովհաննու ավետարանին ջամփով Հիսուսին հետ եղանք եւ իր վերջին ժամերը գարձես իրեն հետ ապրեցանք։ Հովհաննու ավետարանը, որ այսօր ընդհանրապես կարդացվեցավ այսօրվան արարողության ընթացքին, մեզի պատմեց, ինչպես Հիսուս Քրիստոս երեկոյան ժամերուն, հավանաբար 6-8-ի միջև իր աշակերտներուն հետ իրենց սովորական զատկական ընթրիքը դոնելու համար վերնադան մեջ հավաքվեցան։ Գարձես մենք ալ Հիսուսին հետ հավաքվեցանք այսօր, իրեն հետ ընտրելու, իրեն խոսքը ընտրելու։ Եվ Հիսուս հոն իրենց ոտքերը լված եւ հայտնեց քալիք իր չարչարանքներուն եւ խաչելության մասին։ Եւ ամենեն կարեւոր բանը գարձեմ, որը սավ հետեւյալ մի քանի մգեդերու մեջ կարելի է ամփոփել։ Առաջինը սավ ցեզի նոր բադվիրան պիտի դամ։ Սիրեցեք իրար, ինչպես որ ես սիրեցի ցեզի։ Երկրորդ իր աշակերտներուն ասավ. քալիք բադահարները երբ բադահին չվախնակ, որովհետև ես կերտամ ցեզի համար դեղ պատրաստելու։ Եվ երրորդ ասավ. ես կերտամ, բայց ցեզ առանցին չեմ ցկեր։ Գերտամ եւ իմ հոր մեծ պիտի խնդրեմ, որ ցեզի մխիթարիչը Սուրբ Հոգին դա, որբեսի ցեզ ձեր կյանքին մեջ առաջնորդ է։ Այս խոսքերեն յետ, որ քիչ առաջ մեր արարողության ընթացքին լսեցինք, Հիսուս, ինչպես որ Հովհաննես ավետարանի չկսե, իրեն ծանոթ դեղ մկնած, որ հաջախ կերտար գսեր ավետարանիչը,
Ցիտենյաց լերան վրա Գեթսեմանի բարդեզի մեջ, որբեսի հոն իր վերջին ժամերուն աղոտ կբարձրացնե, բայց Հիսուս գդակնաբեր։ Երեք ավետարանիչներն ալ գփորձեն Հիսուսի հոգեվիճակը փոխանցել մեզի, այնպիսի բարեր կործածելով, այնպիսի դեսարաններով, որ մեզի սել գուդան, որ Հիսուս իբրև մարդ գխրովեր, բայց իր հոգին խոժար էր, Աստուծո գամքը գադարելու։ Գեթսեմանի մեջ բոլորը դալ գիտեք, հութան եկավ զինվորներով ցերպակալեցին Հիսուսը, մինչ այդ աշակերտներեն Պետրոսը սուրը արավ, գդրեց քահանայապետին ականջը, Հիսուս իրեն հանդիմանեց, ըսավ սուրը դեղը թիր, անգևերջ աշակերտները մեկ-մեկ հերացան, վախցան և փախան, և Հիսուս մնաց առանցին։ Եվ այս մոմերը հոս, որ ամեն ավետարանի ընթացքին հերթափար մարեցինք, այդ կխորհրդանշե, որ առաքյալները գամած իրենց վախեն հերացան Քրիստոսեն, Հիսուս Քրիստոս մնաց առանցին։ Այս պատկերը ինձ հիշեցնե, սիրելիներ, Աստվածաշունչին առաջին էջը։ Ծննդոցի գրքին մեջ, երբ Աստված ամեն ինչ ստեղծեց, Ադամը և Եվան դրավ, և երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, երբ Աստուծո ձայնը լսեցին, փախան Աստուծո ներկայութենեն, որովհետև գիտեին, որ սխալ գործած են։ Նույնը բադայեցավ Գեթսեմանի մեջ։ Աշակերտները, երբ Աստուծո գանչը լսեցին, անսալու իր գամքին դգարացան և հերացան։ Եվ այս դեպքը, սիրելիներ, նաև մեր մասին է շատ անգամ։ Մենք, որ գլսենք Քրիստոսի խոսքը, Պետրոսին պես կսենք դեր քավլիցի, որ մեկը քեզի մեր մեջ են առնե։ Մենք, որ Պետրոսին պես մենք ալ կսենք մեր կյանքը գուտանք քեզի համար, գուզենք մեր սիրտը Հիսուսի սրտին միացնել, բայց երբ բահը կա, կդգարանանք և Պետրոսին պես մեր սրտին փոխարեն մեր սուրը կհանենք, գրվելու, ընելու այն, ինչ որ Աստուծո գամքին հագարակ է։ Բայց սիրելիներ, թե ծննդոցի առաջին գրքին մեջ, Բարդեզի պատմության մեջ և թե Գեթսեմանիին մեջ մեկը գար, որ չսխալեցավ, մեկը գար, որ Աստուծմե չփախավ, Հիսուս Քրիստոս, և ըսավ Հայր քու գամքդ թողլա, և մեր բոլորին փոխարեն ինք մնաց Աստուծո ներկայության մեջ, չհերացավ Աստուծմե, ինչպես որ Ադամը և մենք և մեր փոխարեն Աստուծո գամքին հնազանդեցավ և այն էր ցերպակալվիլ, չարչարվիլ, որբեսի վաղը առավոտյան գանուխ ժամերուն խաչը բարձրանար մեր բոլորին փոխարեն։ Քրիստոսի գամավորապար հանձնվիլը և չարչարանքները, սիրելիներ, գիտեմ մեր բոլորին սրտին կխոսին։ Կզգացվենք, կաղոթենք, կուլանք և փառք կուտանք, բայց այդ բոլոր բաները, եթե մեր կյանքի ամբողջ ընթացքը պիտի չի փոխե, իմաստ չունի։ Հիսուս այսօր նախքան այդ բոլոր բաները բադահիլը ըսավ, նոր բադվիրան կուտամ ցեզի, սիրեցեք իրար։ Եվ մենք այդ սկզբունքով պետք է շարունակենք մեր կյանքը, սիրել իրար, ինչպես Աստված մեզ սիրեց, այնքան սիրեց, որ խաչին մահը հանցն արավ և չդադամսեցավ։ Անոր համար, սիրելիներ, թեև մեծ բահքի շրջանը ավարտեցավ, ավակ շաբթվան բահեցողությունն ալ իր ավարտին կհասնի։ Հիսուս այսօր մեզի կհիշեցնե, որ մեր քրիստոնեական հավատքը
խոս չի վերջանար։ Այլ ճանապարհ մնե, որուն ընթացքին պետք է քալել միշտ Քրիստոսի հետ։ Պետք է լալ միշտ Հիսուսին հետ, առաջնորդվել անով եւ առաջնորդել Հիսուսի խոսքով, որովհետեւ ինչպես այսօր բոլորս մեր հանգիստը թողած խաղաղություն կդածենք Աստուծո մեջ, Աստուծո հետ քալելը կյանքին ընթացքին խաղաղություն կբերե։ Վերջապես, որքան ալ դխուր է այսօր բահը, մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզի համար խաչվեցավ, չարչարվեցավ, իր մորը աչքերեն արցունքը հոսեցուց, բայց նույնքան փառավոր է անոր ցերպակալությունը, ինչպես մեր աղոթքները գսեն, նույնքան փառավորյալ է անոր չարչարանքները, որովհետև եթե անոնք չլային, մենք կյանքի քրքին մեջ դեղ պիտի չունենայինք։ Անոր համար սիրելիներ, եկեք այսօր անգամ եւս մենք մեզի հետ ուխտնենք, որոշելու կյանքին ընթացքին մեր միշտ քալելու Աստուծո հետ, միշտ մնալու Աստուծո կողքին, եւ այդ մեկը գլա ամեն բանի առաջ ոչ միայն աղոթելով, այլ Աստվածաշունչը կարդալով։ Երբ գաղոթենք, մեր սելիքները գսենք Աստուծո, բայց երբ Աստվածաշունչը գփանանք եւ գկարդանք, Աստուծո ցայնը գլսենք մեր կյանքին մեջ։ Եկեք այսօր ուխտենք ոչ միայն ավակ շաբթվան ընթացքին, ամեն օր Հիսուսին ցերքեն բռներով քալել եւ ասել. «Դեր ինձի համար չարչարվեցար, ինձի համար խաչ պիտի բարձրանաս, թուն կյանքդ տվիր ինձի, ես իմ կյանքս կուդամ քեզի, ես իմ կյանքս ցերքերուդ մեջ կտնեմ, փառք մատնությանդ դեր, փառք չարչարանքներուդ դեր, փառք խաչելությանդ դեր, որոնց պիտի հաջորդեն քու մեծահարաշ հարությունդ, որով կյանք արիր եւ կյանք խոստացար բոլոր քեզի սիրողներուն եւ բոլոր հավատացողներուն, օրհնյալը լա մեր Տերը Հիսուս Քրիստոս, այժմ եւ միշտ եւ հավիտյանս, ամեն։